Ուզում եք հրաշք ստանաք։ Դուք պետք է ընդունեք սա։ Դուք պետք է արձագանքեք սա։ Ես ապրում եմ այսպես։ Ես ապրում եմ այսպես։ Ես տեսնում եմ այսպես։ Ես քայլում եմ հրաշքներով։ Ես քայլում եմ հրաշքներով։ Հրաշքներ կան, որ Տերը բացում է ինձ ասելով, դրանք ծածուկ հրաշքներ են։ Դրանք ծածուկ հրաշքներ են, որ ոչ մեկ չի տեսնում։ Ահա նրանք քո մոտ են։ Ահա նրանք քո մոտ են։ Խոսա եւ խոսք ասա եւ թող լինի, թող լինի, թող լինի։ Խոսացեք այդ լույսի հետ թող լինի։ Թող այդ լույսը գա ձեր տուն։ Թող այդ ուրախությունը գա ձեր տուն։ Թող այդ խաղաղությունը գա ձեր տուն։ Ես չեմ ուզում, որ սա հնչի, թե այսև լոզունգներ է։ Լոզունգներ չի, որովհետև ծննդոց առաջի գլխի առաջի խոսքը ասում է եւ սկզբում Աստված։ Եվ սկզբում Աստված ասեց. թող լինի լույս եւ եղավ լույս։ Եվ դու ասում ես ինձ օգնող չկա, հենց ստեղ է քո օգնությունը։ Ստեղ է ծննդոց առաջի գլխում, առաջի խոսքում է քո օգնությունը քո շուրթերի վրա է։ Երբ որ դու կխոսաս, ամենակարող Աստված քո սրտի մեջ է, նա տեղի կունենա Հիսուսի անունով։ Ով է լսում, օգնող չունեք, ճիշտ է, ոչ մեկ Աստծուն չէր օգնում։ Եվ ասեմ մեկ-մեկը վերջակետ, Աստված ասեց եւ նա եղավ։ Վերջ, հասկանում եք, վերջ, Աստված ասեց եւ նա եղավ։ Ինչպես կարա Աստված ինչ-որ բան ստեղծի ոչնչից, որովհետեւ չկար ոչինչ։ Չկար ոչինչ եւ Աստված ասեց եւ եղավ։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը, եւ Աստված ասեց եւ եղավ։ Ասեք Աստված ասեց։ Դուք լսել եք այս բանը, գիտեմ, հեսա պետք է ասես, տեսար, որ Աստված լավ է, դա բարի է, եւ եղավ այնպես ինչպես որ Աստված ասեց, բայց ուզում եմ մի ուրիշ բան ասեմ ձեզ, այստեղ գրված է, որ երկիրը անձև էր, ասեք անձև էր, եւ պարապ էր, եւ խավար կար, անդունդի վրա, քաոս էր, ով լսեց երեք բան, Աստված ասեց, եղավ եւ ոչ մի բան լավ չէր, ով լսեց, Դու ասում ես եւ ոչինչ տեղի չի ունենում հնարավոր է եւ դու տեսնում ես քաոս, դու տեսնում ես անձև իրավիճակ, դու տեսնում ես դատարկ իրավիճակ։ Ասեք Աստված չի սա։ Աստված չի սա։ Աստված ստեղծում է լույս եւ նա գեղեցիկ է։ Աստված չի ստեղծում քաոս, Աստված չի ստեղծում դատարկ բաներ, Աստված չի ստեղծում ասեք անձև բաներ։ Ահա քեզ մի անձև բան եմ տալիս ու ասում եմ, սա գիտես ինչ է վերցրա։ Եվ դու վերցում ես, ասում ես, չգիտեմ ինչ է, բայց երևի պետք չի սա։ Եվ թռավ դա։ Գրված անձև էր, պարապ էր եւ խավար կար։ Ասեք կար։ Ոչինչ չկար։ Ճիշտ է, ոչինչ չկար, բայց հետո կար։ Բայց դատարկ էր, խավար էր ու անձև էր։ Ով ալեսում։ Ուզում եք ձեզ հայտնություններ տամ։ Վաղուց եւ հայտնություններ չեք լսել։ Ոչինչ չէր շարժվում։ Ոչինչ չէր կատարվում։ Ոչինչ տեղի չէր ունենում։ Ոնց կարա այսպես լինի ժողովուրդ։ Շատերի կյանքում, ասեք շատերի կյանքում։ Ասա անձամբ իմ կյանքում, իմ կյանքում էլ անձև ամեն ինչ։ Կինոնա չորնաբելի առած զվուկի է։ Իմ կյանքի մեջ։ Ով ալսում։ Ոչինչ տեղի չի ունենում իմ կյանքի մեջ։ Պես ինչ է կատարվում։ Ես եք ասում, Աստված ասեց լույս լինի, լույս եղավ իմ կյանքի մեջ։ Ես փրկվեցի, բայց այլևս ոչինչ տեղի չի ունենում։ Ոչինչ տեղի չի ունենում իմ կյանքը անձև է, պարապը դատարկ է։ Սա որ իմ կյանքի մեջ բան չի կատարվում։ Ինչ որ մի հատ ես բանա կատամ մոծակի չափով դու փիղ ես շինում մի անգամից։ Այսում միլիոներն են սպասում իրան։ Չգիտեմ, այսում 30,000 պտտվում վերցրե։ Հիսուսի անունով ոչինչ տեղի չի ունեմ, ճիշտ է, վերջակետ, լույս եղավ ու վերջակետ։ Երկիրը անձև էր, պարապ էր, դատարկ էր։ Ով ուզում։ Ով ազում, շարունակին, ասեք քաոս է իմ կյանքի մեջ, բարդակ է իմ կյանքի մեջ, լավ բաներ չի կատարում իմ կյանքի մեջ, տերի կարկուտն էլ եկավ չարդեց, ասեք ծածուկ հրաշքներ,
Մինչև դու չխոսաս, քո կյանքի մեջ ոչ մի բան տեղի չի ունենալու։ Ոչինչ, ասեք ոչինչ։ Մինչև ես համր կմնամ, համր։ Նիմոյ, համր։ Խոսացեք տատիկներ, խոսացեք քույրեր, խոսացեք տղամարդիկ։ Տղամարդիկ ամենաչխոսքան են յանում, բայց ուրիշ բաներն են շատ են խոսում։ Տանկ է սրան են դարը առանց հարսի, խոսում են։ Տատիկներ, ձեզ որ հանդիպում են դուք իցեր չեք, դր խոսում եք, չիմ ասում եք, չիմ։ Պատմում եք, բայց ձեր կյանքերի մեջ նկատեք բան տեղի չի ունենում։ Մինչև դու չխոսաս, ոչինչ տեղի չի ունենալու։ Ինչքան է լավ ասում, քույրեր, մտեք ձեր սենյակ, մտեք ձեր ինչ-որ խոհանոց, մտեք ձեր ինչ-որ մի տեղ և սկսեք խոսալ այդ սենյակի մեջ։ Ինչքան ասում։ Չէ, ասում է, թե չի ասում, քույրեր։ Մտի այդ քո դատարկ սենյակ ու հրամա Հիսուսան։ Թող սկսվի հրաշքներ այստեղ։ Թող գա քո կահույքը։ Թող կարգավորվի այստեղ։ Թող լինի այստեղ, թող կառուցվի այստեղ, քանի անգամ ես ասել շատ, քանի անգամ է ասել շատ, քանի անգամ եք արել քիչ կամ ոչինչ։ Հրաշքները տեղի չունեն, ձեր կյանքը անձև է, պարապ է և խավար կա։ Օբանա։ Երեք հատ հայտնություն եմ տալիս, որ շատերիդ կյանքի մեջ բաները անձև է, բաները դատարկ է և խավար կա։ Ոչինչ չի կատարվում, ճիշտ է։ Մտավ նոր կուխնյա, բացեց դռներով, ասեց թող լցվի Հիսուսի անունով։ Մենք տենց ենք ապրում։ Չէ, ես ավելի լավ հավատքով չեմ կամ ապրեմ, փողով հարցեր լուծեմ։ Խնդիր չկա, շատ ես դեռ յուղ վառելու։ Շատ ես դեռ չարխին տալու։ Շատ ես դեռ խալաստոյ պտտելու։ Ասեք, պետք է ասել, ասեք, ինչ եք ուզում, հասկանում եք ինչի մասը, պետք է ասեք, Աստված ասեց և եղավ և հետո հաջորդ խոսքը տեսնում ես, որ պարապ էր, անձև էր, դատարկ էր, լսում եք, ձեզ դեռ չեմ տարել դեռ որտեղ գնում եմ, ես դեռ հեռու եմ գնում, հեռու, ձեր ձենը ուզում եմ լսեմ, էլի հասկանամ, որ ձեր ձենի մեջ կա ուժ, թե չէ, ձեր ձայնի մեջ ուզում եմ տեսնեմ, կա ստեղծագործող ուժ, որ արարում է, և նա ասում է թող լինի Հիսուսի անունով, թող լինի Հիսուսի անունով։ Մեկին մի օր ասեցի, դու դատվելու ես աչքիս, դու գնալու ես կուտուսկա, թված ես կատակ եմ անում, ինձ իմացավ ես հավատքով խոսում իր հետ, ես տեսնում եմ դա, մի քանի վաղտ հետո իմացավ, որ կուտուսկից առավոտն եմ բաց թողը, դու որտեղից կարայր իմանայր այդ բանը, լավ գիշեր էր, անցկացրիր գիշեր, որովհետև բան են ասում, լսի, բայց ասեմ, խոխմա ամեն անգամ տենալուս մի բան ասում, դու որտեղից կարայր իմանայր, դու որտեղից կարայր իմանայր, ստեղից, այստեղից կարայր իմանայր, շարունակենք, մի քիչ շարունակենք, Աստված ասեց թող լինի լույս և եղավ լույս, ով է լսում, երբ ես վերջին անգամ ասել նման բաներ, քո իրավիճակի մեջ, տատիկներ լսեք ինձ ու ասեք ամեն, 4 հատ տատիկ չկա ստեղ, մի սուր տատիկ կա, մի սուրը չէ, շատ, լավ, շատ տատիկ կա, շատ տատիկներ կա, շատ տատիկներ, ասիք շատ, տատիկները քիչ չեն լինում, տատիկները պետք է շատ լինեն, ու որակով, և պտխատու, և օրհնված, և հավատքով լցված, և մարգարե տատիկներ, տատիկներ դուք պետք է մարգարյանաք, հեյ, տատիկները, որը մարգարե են, ես սիրում եմ իրանց, կախարդ տատիկներին չեմ սիրում,
ասեմ միշտ փոքր ժամանակ ես շատ տատիկներին նայում որպես կախարդ։ Դուք չպետք է ջադուլ եք կախարդ, դուք պետք է լինեք մարգարեներ։ Դուք պետք է ասես ես մարգարե տատիկ կլինեմ։ Ես գտա մի մարգարե տատիկի, ով որ դաշտը աղոթքեր անում։ Ես գալիս եմ այնտեղից ինքը կանգնած այսպես ու աղոթում է, շաքարաբաբա շորը, աղոթում է մեծ շարավիղով զորություն է իջած այդ դաշտի վրա։ Ես չմոդիկացա իրան, որովհետև աղոթքեր անում։ Ես գնացի գտա իրան, ասեց, ինչ ես ուզում ինձանից։ Ասի այն օծությունը, որը քո վրա է հանգչում, այդ օծությունը, ասի, ես օծություն չունեմ ես օծություն։ Մանիկ բաբոն էր դա, մանիկ բաբոն, ով որ չգիտի մանիկ բաբոնով, ինքը չի տեսել կյանքը։ Ինքը չգիտի ինչ է նշանակում օծություն, ինքը չգիտի ինչ է նշանակում հոգեգալուստ։ Ով աղոթում էր իրակ 4 կողքերում թափվում ու զորության մեջ մկրտվում էր լեզուներով ընդվորում հովիվ սոսը։ Եվ ասում էր թափի աղոթում էր չէր կարող ասի լվացում էր վլա Սուրբ հոգին իջնում էր մարդկանց Սուրբ հոգին հեղեղվում էր մարդկանց վրա ես տեսել եմ այդ կնոջը ես մտել եմ այդ կնոջ մոտ եւ այդ կինը աղոթել է ինձ համար Եվ այդ օծությունը, որ եկավ ինձ վրա, ես ասեցի, ես կաղոթեմ մարդկանց համար տեր։ Վլա, ասում էր։ Ինչ է, ասեց, դի մեռնիմ, ասի դու չես մեռնել, դու պիտի գնաս Տիրոջ մոտ։ Արդարները չեն մեռնում, գնում են Տիրոջ մոտ։ Սուրբերը չեն մեռնում, գնում են Տիրոջ մոտ։ Դուք վերջի անգամ երբեք ասել թող լինի։ Տատիկներ սկսեք մարգարյանալ։ Մի վախեցեք ասեք։ Մի վախեցեք ասեք թող լինի։ Մտի տուն ասա թող լինի կարգուկանը, մռայլությունը թող գնա իմ տնից, խավարը թող գնա իմ տնից, թող գնա ցաներ մթնոլորտի իմ կյանքից։ Թող գնա դժվարությունը եւ բարդությունը իմ կյանքից։ Խավարը թող ծրվի, անձև իրավիճակը թող փոխվի ինձ հիմա։ Ձեզ թվում է թե մարգարեությունը ինչ է, այսպես է ասում Տերը, խոսացեք իրավիճակների հետ, մարգարացեք։ Ինչ եք անում, երբ որ գալիս են դժվար ժամանակները, ինչ եք անում, երբ որ իրավիճակը բարդ է, փոխեք այդ իրավիճակը, նա ձեր շուրթերի վրա է, ձեր սրտի մեջ է։ Ամեն բան փոխեք ձեր 4 կողքը։ Եվ նրա տակ ստորագրեք Հիսուսի անունով։ Եվ խոսացեք եւ ասեք, թող ջրերը հավաքվեն։ Թող ջրերը հավաքվեն, ասես Տերը։ Լրիվ ջուր էր։ Մտել ես տուն, տունդ գմփացված վիճակի մեջ է։ Անձրև եկել, ջրերը լցվել է տուն։ Մտել ես տուն, երեխաները, փոքր երեխաները Սա խաղալիք է, մտնում եմ Սամվելած հայատ, խաղալիքների մեջով Դավիթն ու Լեոն, հնենց են արև, գմպց է, սաղ քաղաք են շինեմ մի հատ ընդեղ։ Ես եղել եմ ընդեղ, այդ կամ խաղալիք ես ոչ մտեղ չեմ տեսել։ Դաժե լեգո կենտրոնում չկա այդ կամ խաղալիք, ինչքան իրանք ունե։ Մտնում ես ու մի հատ խաղալիքի մեջ ես ընկնում։ Այստեղ Իսուս, ես էլ ասեմ դուք հանեք դուրս թափեք, երբ որ մտար ու տեսար լրիվ շախտված է, ջուրը թափված է, ամեն ինչ թափված է, Տերը տեսավ, որ ջրերը ասեց թող հավաքվեն ջրերը, հասկանում եք եւ ասեց թող դուրս գա ցամաք, առանձնանա, զատվի, հավաքվի, խիչ եք խոսում նման բաներ, Խիչ եք փոխում, որ իրավիճակը փոխվի, ստեղ հավաքվի Հիսուսի անունով, ստեղ կարգավորվի Հիսուսի անունով։ Ով եք դուք զորություն ունեք։ Դուք արարող ուժ ունեք ձեր շուրթերի վրա։ Նա ձեր շուրթերի վրա է, դուք պետք է ասեք դրան։ Խոսացեք իրավիճակի հետ։ Կարգու դադարի Հիսուսի անունով։ Գիտեք, երբ որ օրեր առաջ տվել էին մինչև 27-ը, ես խոսացի ամբողջությամբ ստեղ։ Այլևս ոչ մի կաթիլ, դադարի Հիսուսի անունով։
Ինչ-որ մեկը պետք է նայի երկինք ու խոսա։ Մի հատ վկայություն անեմ անձրևի հետ կապված։ Լավ է հիշեցի։ Ինչ լավ է հիշեցի։ Մի ասոմարդ կա։ Ասում է, ես որ գնում եմ, որ քաղաք գնում եմ, ես հրամայում եմ, որ ամպերը ցրվեն, անձրև չգա, որովհետև ես բացօթյա պետքա ծառայեմ, միլիոնավոր մարդիկ են հավաքվում, պատկերացնում ես ինքը քարոզում է մարդիկ անձրևի տակ են, և մի անգամ, երկու անգամ, երեք անգամ, մարդը իշխանությունն է անձրևի հրամայելու, ամպերին հրամայելու ցրվելու, ասում է, եկել էին շատ մարդիկ և 56 ինվալիդ, 56 ինվալիդ էր հավաքվում այդտեղ, և տեսա, որ ամպերը հավաքվում են ու սևանում ու թանձրանում են, սկսեցի հրամայել, խելագարին հրամայեմ ամպեր, շա, տեր ասում անձրև է գալու, սատանայի հետ ես գնա, Հիսուսյանով ամպեր կռիվ անում երկու ֆրոնտով, տեր ասում անձրև է գալու, չէ, անձրև չի գալու, դեր կմանունով եմ գալի, Եղիանևից, անձրև է գալիս, ամեն դեպս անձրև է գալիս, տեր ասում անձրև է գալու, այդ ես եմ ասում, սատանան չի ասում, կռահեք, 56 ինվալիդ վերակենեմ իրակալ ասկեկից փախչեմ, երբ որ անձրև է գալիս, Տեր ասում է, տես, որ անձրևը ես եմ ուղարկում, որ նրանք գնան այստեղից։ Ով ալեսում։ Այդ նման է, որ Սմիթ Վիգասվորդը քարոզելուս են նահա շամփայալն բեմից։ Ընգնում է, աչքերը փակաղոթի ժամանակ, հազիվ գայս վազում է մի հատ ինվալիդի վրա, այս ինվալիդ տեսնում է, որ իրա վրա վերակենում ու վազելով փախչում։ Հասկանում եք, Աստված ամեն ինչ անում է։ Բայց դու պետք է խոսաս։ Ինչ եք անում, երբ որ դժվար ժամանակներ է գալիս։ Դեպրեսիայի մեջ եմ ընկնում։ Շոր չունեմ, ուտելիք չունեմ, փող չունեմ, այդ լավ է որ չունես։ Այդ լավ է։ Այդ իրավիճակը քեզ կստիպի որ մարգարյանաս։ Շորին, ուտելիքին, կոշիկի։ Ասեք թող գա ձեր կոշիկները։ Ասեք թող գա ձեր կալոշները, ասեք թող գա ձեր ոտնավար, ասեք թող գա ձեր չստիկները, ասեք Հիսուսյանով, մաշվել է խոսացեք նայր, ասեք նորակվի Հիսուսյանով։ Ես հավատում եմ հրաշքներին ժողովուրդ, ես հավատում եմ հրաշքներին, ես հավատում եմ, որ հացը բազմանում է, ես հավատում եմ, որ ձուկը բազմանում է, ես հավատում եմ, որ Տերը կարող է քայլել ջրերի վրա, ընկճվելու փոխարեն սկսեք խոսալ։ Տիրոջ արդեն ինչ անեմ, որքան ժամանակ Աստված լուրություն էր պահպանում, երկիրը անձև էր, դատարկ էր ու պարապ էր, մինչ Տերը լռում էր, ոչինչ տեղի չէր ունենում, ես վստահ եմ, որ Եղիսեն իր տունը ծերերի հետ սովի ժամանակ սոված նստած չէր, ծոմի մեջ էր, և դա գրված է թագավորացները և գրված է մինչ ինքը նստած է լռությունը ոչինչ տեղի չէր ունում, հենց վեր կացավ ասեց, որ էգուց ամեն ինչ էժանանում է, էժանություն է գալիս երկրում, լրիվ փոխվեց, քո խոսքից բան է կախված, քո խոսքից բան է կախված, փոխելու մթնոլորտը, ձևավորելու մթնոլորտը, ձևավորելու քո անձև տեսքը, քո անձև իրավիճակը, քո անձև կյանքը, քո դատար կյանք, ասա լծվի իմ կյանք, լծվի ուրախությամբ, լծվի երաշխներով, լծվի իշխանությամբ, լծվի հավատքով, իմ կյանքի մեջ ամեն ինչ կարգ ու կանոն թող գա։ Հենց հիմա Հիսուսի անունով, սաղ թափթփված, շախտրված, Աստված ասեց, թող հավաքվի, Աստված ինչքան ակուրատնի է, Աստված ինչքան ակուրատնի է, մտար սենյակ, ու սաղ վեշերը իրա էղա չի ասած, թափած է, սենյակ չէ, խոզանոց է,
Անիժելի Հիսուս է ձևա, Աստված է ձևա, ոչ, կավլիցի, այդ ես ու դու ենք է ձև։ Լամ ես կռանաս քու վեշը հավաքես, քու թափած բանը հավաքես, ավլես, Աստված ասես թող հավաքվի։ Թող հավաքվի։ Աստված կարգու կանոնա բերը, որ դի գաս ու բոր կայանում ընդեղ։ Իսկ դու գնում ես բնություն խոզի պես գցում ես ամեն ինչ։ Բաժակները պլաստմասի թղթի գլխիդ կպչի։ Խոզ։ Այդ զիբիլը քո մեջ է։ Ասում է զիբիլ չկա, Աստված ասես թող լինի։ Անգամ Հիսուս որ հարություն առավ, այդ շորերը որ իր վրով բերել էին, փաթաթել էին, ակուրատնի հանեց, ցալեց, դրեց ու դուրս եկավ։ Շպրտեց ու դուրս եկավ։ Ոչ, այդ դու ես տենց։ Կոշիկը տենը շպրտեցի, նասկիտ ընդեր բանին լիմոնի ծառից է կախված։ Չգիտեմ էլի առավոտը վես կենեմ փնթի վարդան, չես գտնում քո վեշերը։ Աստված է ձև չի։ Տիրոջից ամաչեք գոյն է։ Տիրոջից ամաչեք գոյն է։ Տերն ես ակուրատնի անում այդ ամենը, տերն ես ակուրատնի է։ Մտիկ Հուսեյնակ խոսան, մտիկ խոհանոցը խոսան։ Ասա այս խոզանոցը թող դատարի Հիսուսի անունով, իմ խոհանոցը, իմ սպալնը։ Փառք ես Հիսուս, թող գան ու լցվեն, թող գան։ Մենք ասենց երկել ենք երկում։